թռիչքով մեկնում էին Դուբայ, բայց ցավոք սրտի չստացվեց։ Երևանից էմիրություններ եւ Քուվեյթ թռիչքները կեսօրին մոտ նախ հետաձգվել են, ժամեր անց չեղարկվել։ Իմել ստացանք, որ հետաձգում են թռիչքը։ Ժամը 1:30 էր, հետաձգեցին մինչև 6-ը, բայց հիմա էլ ասացին, որ ճամպրուկները վերցնենք դուրս գանք ու չեն կարող հստակ պատասխան տալ, թե երբ է նորից թռիչքները բացվելու։ Դուբայի իրենց գործընկերների հետ են կապ հաստատել այս կանայք։ Այնտեղից հայտնել են, որ թեև իրանական հրթիռների թիրախում ռազմաբազաներն են, քաղաքացիական օդանավերի կործանումից խուսափելու համար Արաբական Միացյալ Էմիրությունը փակել է իր օդային տարածքը։ Ըստ Էմիրատների Դուբայի հիպատոսարանի աշխատակցի, որ էվակուացնում են, բայց իմ հարազատը, որը ապրում է Դուբայում, ես նրանից տեղեկացա, որ այդքան սուր վիճակ չի, հակասական ինչ-որ բաներ, որ ուղղակի այնտեղ ռազմաբազաների վրա են ռմբակոծում, բայց էլի վտանգված է թռիչքը։ Դուբայում եւ Աբու Դաբիում մարդկանց ապահով վայրեր են տեղափոխել, անգամ տուրիստական ամենահայտնի շենքից, Բուրջ Խալիֆայից են մարդկանց տարհանել։ Մեր ընկերները ասում են, որ հարվածում են հենց ռազմական բազաներին Աբու Դաբիի, Դուբայի, միայն ռազմական բազաներին այո։ Ասացին առավոտյան են սկսել։ Ասացին ինչ որ Բուրջ Խալիֆայի շենքից էլի մարդկանց տարհանել են։ So my name is Nisin Tariq and LG ընկերության փոխնախագահն է Նիսինը։ Հայաստան գործընկերների հետ հանդիպման էր եկել։ Երևանից պետք է Դուբայ ընտանիքի մոտ վերադառնար։ Հույս ունի ընտանիքը ապահով վայրում է։ and unfortunately I'm not able to go back. Ես վերադառնում եմ Երևանի կենտրոն ու նորից հյուրանոցում համար պետք է վերցնեմ։ Կմնամ այստեղ հետևելով նորություններին։ Հենց հնարավորություն լինի թռչելու, առաջիններից կլինեմ։ Զվարթնոց օդանավակայանի չվացուցակում դեպի Իրան եւ Իրանից Հայաստան թռիչքներ չկան նշված։ Սա ընդհանրապես մարդկային չեմ իմանում, որովհետեւ իրենք ոնց մենք հետևում ենք, իրենք բանակցության մեջ էին։ Փարիզ մեկնող իրանահայ Կարենի երկու եղբայրները Թեհրանում են եղել, երբ Իսրայելը առավոտյան 9:30-ին սկսել է ռմբակոծել Իրանի մայրաքաղաքը։ Միանգամից է այդ հարձակումը եղել, այսինքն միանգամից մի 10-12 տեղ միաժամանակ հարձակումը կատարվել է եւ դրանից հետո արդեն լուրջ չունենք։ Վերջին անգամ կեսօրից կես ժամ առաջ է խոսել հարազատների հետ, հետո կապն ընդհատվել է։ Ժամը 11:30 ես խոսեցի իրանց հետ հարձակումից հետո, որ կապը մի քիչ թույլ էր, բայց հիմա ընդհանրապես կապ չի հաստատվում։ Կարենի խոսքով իրանցիները հույս ունեին, որ Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունները լավ ավարտ կունենան, որ հակամարտությունը կլուծվի դիվանագիտական ճանապարհով։ Համոզված է, Թել Ավիվն է ամենաշատը շահագրգռված եղել այս հարձակմամբ։ Տարածած շրջանում արդեն ոտքերն է ուզում պնդասնի, քանի որ Ղազայում արդեն տեսակ, որ բավականին մարդ սպանեց, այսինքն ցեղասպանություն կատարեց, նույնպես Սիրիայում ինքը մասնակից եղավ, Լիբանանում, սա շրջակայքի երկրները ուզում է չեզոքացնի, որ ինքը կարողանա դառնա այդ տարածաշրջանի ընդհանուր մեծը։ Էդ է պատճառը ուղղակի։ Եվ Իրանին էլ այդպես ով ուզում ճնշի եւ ահա որ ինքը վախ ունի Իրանից, որովհետեւ Իրանը ինքը բավականին հզոր է։ Կարենը հույս ունի, որ երբ վայրեջք կատարի Փարիզում, Թեհրանում կապը վերականգնված կլինի, կկարողանա նորից խոսել եղբայրների հետ։ Թերեզա Կադաևչյան, Հայկ Ավանեսյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։